Հայաստանի բոլոր մարզերում Զատիկ, Կարմիր Զատիկ անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին։ Այն շարժական տոն է, այսինքն նշվելու հաստատուն օր չունի։ Ամեն տարի այն նշվում է գարնանային օրահավասարին լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն միշտ մարտի 22-ից հետո, 35 օրերի ընթացքում այն կիրակի օրը, որը տվյալ տարին հաջորդում է համապատասխան լուսնի լրմանը։ Զատիկ օրը ասում են բախտ են բաժանում, ով այդ օրը քներ, բախտից կզրկվեր, բայց ով կքներ, աշխատանքը եւ ուրախությունը եռում է։ Զատիկի տոնի բոլոր նախապատրաստությունները տեսնվում են, բայց դեռ չեն ավարտվում։ Գլխավորը զատկական մատաղը դեռ մնում է։ Այդ մատաղը սովորաբար հասարակական է, այսինքն համայնքի գյուղի բոլոր ընտանիքները մասն ունեն։ Բոլոր ցանկացողները մատաղի արյան մեջ թաթախում են բրինջ ծառի հաստ ճյուղը եւ տնկում իրենց այգում կամ արտում այն չարաշկից պաշտպանելու համար։ Զատկական մատաղը, որ համարյա ամենուր ախար է կոչվում, հսկում են համայնքի կողմից ընտրված արդար մարդիկ, իսկ երբ ողկաթսաների շուրջ հավաքված երիտասարդները մինչև լույս խաղում են զատկական ամենասիրված խաղը՝ ձվախաղը։ Ձվախաղերը տարբեր էին։ Ողջ գիշեր անշուշտ երգեր են երգվում։ Երգում են մատաղի եպը հսկողները, ձուկ կռվեցնողներն ու խաղացողները։ Մարդկանց հոգին խինդով է լցված, եւ այն դուրս գալու երգեր է փնտրում։ Զատկական երգերն անսպառ են եւ կան կյանքի բոլոր իրավիճակների համար՝ խնջույքի, մրցույթի, սիրո խոստովանության, օրորոցային, անհրաժեշտության դեպքում նաեւ հորինվում են, բայց իհարկե զատկական տրամաբանությամբ կամ գարնան գալստի ավետումով եւ կամ Քրիստոսի հարության ավետումով, կամ ձվերի, ախարի, կարմիր զատիկի հիշատակումով։ Բոլոր դեպքերում սիրո եւ բարեկեցության, հաջողության մաղթանքները միշտ տեղին են։ Միայն տաղերը չեն, որ սրտերին հոգեկան ավյուն ու խանդ են ներշնչում, այլ կան խաղեր, զատկական խաղեր, որոնք կարմիր հավդիթներով զարդարված լուսաղբյուրների մոտ են։ Այդ նույն գիշեր ում տանը երեխա ծնվի, մեծ բախտավորություն է համարվում։ Այդ գիշեր ծնված երեխայի ծննդյան լուրն անմիջապես տարածվում է եւ հաջորդ օրը զատկի կիրակի նրա ծնողները շնորհավորանքներ են ստանում, իսկ ազգականները այցելում են նրանց տուն հատուկ մատաղը վայելելու։ Thank you.
Զատկի առավոտ, երբ որ արևը նոր պիտի մորից դուրս գա, եթե լավ նկատեք, կտեսնեք, որ սովորականից դուրս հանգարց մի քանի մխրախավոյ ցատկելով դուրս կթռչի եւ ի պատիվ Սուրբ Հարության 2 ամբողջ ժամ անշարժ կանգնելով աշխարհի 4 կողմին բարև կտա ու Քրիստոսի Սուրբ Հարությունը արարոց աշխարհին ավետելով նորից կսկսի առաջ գնալ։ Այդ է պատճառը, որ Զատկի օրը մյուս օրերից 2 ժամ ավելի երկար է։ Վաղարավոդյան եկեղեցու զանգերը հնչելուն պես ողջ հասարակությունը տոնականորեն հագնված շտապում է եկեղեցի։ Ախառը բաժանողները նույնպես շատ արդարամիտ, հարգանք ու վստահություն վայելող մարդիկ պիտի լինեն։ Մատաղ ստացողները մաղթում են հասարակության ընդհանուր բարեկեցություն։ Այս տարի մեր հողերը ցորենգարով լցվեն, արտերում ցորենը թումբ տա եւ այլն։ Իսկ լորվա օծուն գյուղում մինչև ախառը բաժանելը հավաքված բազմության առաջ մի քանի մարդ երգելով ավետում են Քրիստոսի հարությունը, երգն ավարտելով հետևյալ բարեմաղթություններով. Օշնվի եւ պահպանվի ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը, կովն ու կթանը, չութն ու գութանը, ծառն ու վաստակը, գլուխն ու տակը, հանդն ու հանդստանը, արոդն ու այգեստանը, կալն ու ջաղացը, ցորենն ու հացը, ձին ու էշը, եզն ու գոմեշը, գառնարածը ու ոչխարարածը, տավարարածն ու հորտարածը։ Ախառն ուտելուց հետո է սկսվում այցելությունները եւ շնորհավորանքները։ Զատիկը թե երկերի, թե խաղերի ստեղծագործության անսպար հնարավորություն է տալիս։ Հանպատրաստի անպաճույճ երկերը հիրավի ժողովրդական բանահյուսության գեղեցիկ նմուշներ են։ Զատիկին օրհնված կարմիր ձուն տանը պահում են մինչև հաջորդ զատիկ։ Վերջացավ մեծ սպասը եւ սկսվեց ուտիսի շրջանը։ Այլևս մինչև համբարձման տոնը 40 օրերի ընթացքում սպաս չկա։ Շիրակցիները վստահ, որ մեծ զատկից առաջ չի կարող գարուն գալ, ասույթ ունեն. կարմիր զատիկն ինձ տուր, կարմիր օրերը քեզ տան։